Ներողություն արկա H2 մտակը Պարոն Գալստյան, օրերս հայտնի դարձավ, որ Moody's-ը իջեցրել է Հայաստանի ցանցի ռեյտինգները եւ կանխատեսումը նույնպես իջեցվել է stable-ից դեպի նեգատիվ։ Ձեր կարծիքով դա ինչպես կանդրադառնա Հայաստանի ֆինանսական կանոնության եւ ներդրումային գրավչության վրա? Շնորհակալություն։ Ես լիահույս եմ, որ հարցը ինչ վերաբերում է այն անորոշությունների հետ, որը կապված է հետ-ի հետ արագ լուծում կստանա, որի արդյունքում մեր ռեյտինգի նվազեցումը կլինի ու կգրի կարճաժամկետ բնույթ, ուստի չեմ կարծում, որ ինքը ինչ-որ երկարաժամկետ ազդեցություններ պետք է ունենա առավել ևս ֆինանսական կայունության վրա։ H2 Գուցե այդ հարցի շարունակությունը որևէ այս կարճաժամկետ հարցի լուծում դեռ չի նկատվում ասպարեզում, որովհետև կառավարության քաղաքականությունը միջանկյալ որոշում արբիտրաժային դատարանի մերժելու չկատարելու վերաբերյալ այս մասին ինչ կանխատեսում ունեք դուք եւ մյուս հարցը անշարժ գույքի շուկայի հետ կապված Երևանը վերածվել է մեջին հրապարակի եւ այս պահին ակտիվություն կա այդ ուղղությամբ, արդյոք կան ռիսկեր, որ հակառակ էֆեկտը կլինի 1-2 տարի անց, երբ կունենանք առաջարկի ավելցուկ։ Առաջի հարցի հետ կապված ավելացնելու բան չունեմ, որովհետև կենտրոնական բանկի կոմպետենցիայից դուրս է այն հարցադրումը, որը դուք